Ակնհայտորեն ծնկաչոք վիճակում նսեմացրել են իրեն, տաբատը իջեցրել են, թքել են վրան, ծեծել են, խոշտանգել են, այսինքն դրա ինչը պիտի էլ փորձաքննվի, դրա մասով ինչ անհասկանալի բան կա, որ մինչև հիմա մի տարի շարունակ Երևանում գործող բանդիտները չեն բացահայտվում, դա հանցախումբ ա եղել ակնհայտորեն։ Այսօր խորհրդարան եկած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այս հարցն էր տալիս ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու փաստում ակտիվիստ Սամվել Վարդանյանին դեռ 1 տարի առաջ են խոշտանգել, կա քրեական գործ, բայց չկա որևէ մեղադրյալ։ Հիմա որքանով է օրինական, որ 1 տարի շարունակ այդ զինված բանդիտները, ովքեր որ մահակներով զինված են եղել, դիմակավորված Երևանի բանուկ թաղամասում հարձակվել են ոստիկանների հսկողության տակ գտնվող քաղաքացու վրա, խոշտանգել ծեծել են ու ոչ մեկ չգիտի ովքեր էին, չեն կարողանում բացահայտել։ Էսա օրինական քննությունը։ Հակահայ վիժվածք 1 տարի առաջ 30-ամյա Վարդանյանը քաղաքային տրանսպորտում նկատել էր այն ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան մեջբերեմ հակահայ վիժվածք Ժեղբի ձայր անվանել։ Նրան անմիջապես ձերբակալել էին, ոստիկանական մեքենայով ուշ ժամի տարել քննչական։ Ճանապարհին երիտասարդին ուղեկցող ոստիկանները մեքենան կանգնեցրել էին ու հեռացել մի կողմ, իսկ այդ ընթացքում, ինչպես պնդում է Վարդանյանը, անհայտ անձինք մոտեցել ու ծեծել էին իրեն։ Ինչու մինչ օրս չեն գտել այդ մարդկանց ու ինչու մեղադրյալի աթոռին չեն ուղեկցող ոստիկանները։ Գլխավոր դատախազն ընդդիմադիր պատգամավորի այս հարցին պատասխանեց, թե դեռ պատրաստ չեն փորձաքննության արդյունքները։ Մենք դեռևս չենք ստացել փորձաքննությունների եզրակացությունները։ Եվ այս ձգձգվող փորձաքննությունները շատ հաճախ այդ ինձ ուղղված սուր հարցադրումների պատճառներն են։ Եվ ձեր կողմից նշված վարույթն էլ դեռևս 2 առանցքային փորձաքննություն կա, որի եզրակացությունը ստանալուց հետո նոր հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել եւ հարցադրումներին պատասխանել։ Քիչ անց սակայն դատախազին հուշեցին, որ փորձաքննությունները կան։ Վարդապետյանն ասաց, թեմային կանդրադառնա դրանց ծանոթանալուց հետո։ Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն Ազատությանն ասաց, փորձաքննությունների պատասխանը ստացել են 2 ամիս առաջ, փետրվարին։ Եթե դատախազը չգիտեր այդ մասին, ուրեմն շատ զբաղված է, հեգնեց փաստաբանը։ Ցավալի է, որ այսպիսի կարևոր դեպքի մասին գլխավոր դատախազը տեղյակ չի լինում եւ 2.5 ամիս բնության տեղեկության է տիրապետում։ Շատ տարբեր զբաղվածություն ունի գլխավոր դատախազը, ենթադրում եմ, որ այս ամենով պայմանավորված այսպիսի երկրորդական հարցեր, ինչպիսին խոշտանգումն է, մի քիչ վրիպել է ուշադրությունից։ Փորձաքննությունները տալիս են գլխավոր հարցի պատասխանը։ Սամվել Վարդանյանը խոշտանգվել է, փաստաբանը դեռ շատ մանրամասներ չի հրապարակում դրանց բովանդակության մասին։ Մեր վարկածին որևէ կերպ չհակասող, որևէ կերպ մեր վարկածը կասկածի տակ չդնող եզրակացության հետ մենք գործ ունենք։ Մելիքյանը համաձայն չէ գլխավոր դատախազի պնդման հետ, թե քանի դեռ չկան փորձաքննության արդյունքները, մեղադրյալներ չեն կարող լինել։ Նրա գնահատմամբ հարցաքննությունները, ոստիկանների հետ առերեսումները, դեպքի վայրի զննությունը բավարար էին ոստիկաններին մեղադրանք առաջադրելու համար։ Նրանց գործն էր ձերբակալվածին ապահով տեղ հասցնել, բայց դա չեն արել։ Թող մեզ զարմացնեն, բացահայտեն, ասում է փաստաբան Մելիքյանն ու կասկածում, որ այդպես կլինի։ Պատճառն ըստ նրա այս գործի քաղաքական ենթատեքստն է։ Շատ հստակ ցուցմունքում նշվում է հաջորդ օրն էլ գնում է դեպքի վայրի զննությամբ։ Աչ են գնում, ձախ են գնում, աչ են գնում, 2 հատ ձախ են կանում եւ տրորված խոտ ենք տեսնում։ Այդ պահին արդեն որևէ այլ բանի կարիք չկար միանշանակ։ Այսինքն սա ծամծամելու, ձգձգելու գործընթաց եմ ես համարում։ Վարդանյանից զատ 2024 թվականին խոշտանգման տասնյակ չբացահայտված գործեր կան։ Ինչու այս հարցն էլ բարձրացրեց ընդդիմադիրներից Արծվիկ Մինասյանը։ 24 թվականի ընթացքում եղել է որևէ գործ ոստիկանության այս ստորաբաժանման աշխատակիցների կողմից խոշտանգման, օրենքով նախատեսված լիազորությունները անցնելու հիմքով անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ արդյոք կան ոստիկաններ, որոնք որ ներգրավված են որպես մեղադրյալներ այդ գործերով։ Վարդապետյանն այս հարցի պատասխանում օրինակ չբերեց, փոխարենը նշեց, որ խոշտանգման մասին հազանգերից ոչ բոլորն են հասնում դատարան։ Անձինք, որոնք որ հայտարարում են իրենց նկատմամբ կիրառված խոշտանգման մասին, այդ հայտարարությունը ինքնին դատարանում արդեն հիմք է վարույթ նախաձեռնելու համար։ Բայց թե հետագայում դա հաստատվում է թե չէ, դա արդեն քննության արդյունքում է եւ դեպքերի մեծամասնությունը չի հաստատվում, որովհետեւ անձինք չեն հետագայում հնարավոր չի լինում պարզել կամ ուղղակի արկա չեն լինում են տվյալները, որոնց մասին անձինք բարձրաձայնում են։ Պաշտոնական տվյալներով 2022 թվականին իրավապահները ստացել են խոշտանգման մասին 210 հազանգ, 2023-ին 261, 2024 թվականին 330, իսկ միայն այս տարվա 3 ամիսներին արդեն 57 հազանգ, սակայն մի քանի 100 հազանգերի դեպքում դատարան են ուղարկվել մի քանի գործեր։ Օրինակ, 2024 թվականին ստացած 330 հազանգերից որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը։